Թեհրանում երաշտ է, գետերը չորացել են, ջրամբարներն էլ գրեթե դատարկ են։ Կառավարությունում անգամ քննարկում են մայրաքաղաքը մեկ այլ տարածաշրջան տեղափոխելու տարբերակը։ Ըստ փորձագետների մոտակա 2 ամիսների ընթացքում անձրև չի գա։ Ջրամբարների մոտ 80%-ն էլ գրեթե դատարկ է։ Կառավարությունը արդեն խիստ միջոցներ է կիրառում, անգամ ջուրն են 10-ից 48 ժամով կտրում։ Խնդիրը խորը արմատներ ունի։ Դեռևս 90-ականներից Թուրքիայի կառավարությունը որոշում էր կայացրել ճակերտավոր խաղաղության ջրամբարներ կառուցել։ Դրա արդյունքում Եփրատի ու Տիգրիսի ջրառատությունը նվազեց։ Ըստ փորձագետի Թուրքիան սրանով ջրային ռեսուրսները իր ձեռքում է կենտրոնացնում։ Գնալով Տիգրիսի եւ Եփրատի ջրերի պաշարները պակասեցին, ելքերը պակասեցին ու նաև դա վնաս հասցրեց այդ տարածաշրջանի, այսինքն եւ Սիրիայի եւ Իրաքի ու նաև Իրանի տարածքում սնվող անտառներին։ Եվ դրա պատճառով անտառների տարածությունը եւ խոնավությունը պակասեց։ Տարածաշրջանում խոնավության պակասության պատճառով արաբական երկրներից եկող տաք քամիները իրեն կարողացան շատ ավելի հեռուն գնալ եւ դրա արդյունքում նաեւ սկսեցին շատ փոքր, այսպես ասած, լճեր չորանալ եւ Իրաքում, եւ Սիրիայում, եւ Իրանում։ Եթե ջրային պաշարների սղությունը շարունակվի, հնարավոր է Թեհրանը տարհանեն, ասում է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը։ Եթե անձրև չգա, մենք ստիպված կլինենք նոյեմբերի վերջից մինչև դեկտեմբերի սկիզբ Թեհրանում ջրի ռեժիմ սահմանել։ Նույնիսկ եթե մենք ռեժիմ սահմանենք եւ մինչ այդ անձրև չգա, մեր ջուրը կսպառվի։ Մենք ստիպված կլինենք տարհանել Թեհրանը։ Ավելի քան 10 միլիոն բնակիչ ունեցող մեգապոլիսը տարհանելու համար միլիարդավոր դոլարներ են պետք, ասում է փորձագետը։ Խոսում են, որ պետք է քաղաքներ տարհանել, բայց քաղաքների տարհանելը այդքան հեշտ չի։ Թեհրանը ունի մոտավորապես տարբեր գնահատականներով մոտ 14 միլիոն ազգաբնակչություն։ Եվ ամեն օր Թեհրան են գնում շրջակա քաղաքներից մոտ 3 միլիոն մարդ։ Այսինքն մենք խոսում ենք բավականին լուրջ թվի մասին։ Իրանի էներգետիկայի նախարարն էլ կոչ է արել շտապ պահեստային ջրամբարներ կառուցել։ Ես խնդրում եմ պահեստային ջրամբարի կառուցման ուղղությամբ անպայման միջոցներ ձեռնարկել, եւ եթե այդ գործը անեն, պահեստավորված ջուրը մեր տրամադրության տակ կլինի արտակարգ իրավիճակներում սպառման համար։ Ջրային արդյունաբերության խոսնակ Իսա Բոզորգզադեն Իրնայի հետ զրույցում ասել է. Թեհրանի ջրի ընդհանուր սպառումը կազմում է վայրկյանում մոտ 33.5 խորանարդ մետր, որի մոտավորապես կեսը, այսինքն վայրկյանում 16 խորանարդ մետրը, ապահովում է ստորգետնյա ջրերից, իսկ վայրկյանում 17 խորանարդ մետրը մակերևութային ջրերից։ Մեր կանխատեսումները ցույց են տալիս, որ այս պահին վայրկյանում մոտ 3 խորանարդ մետրի, այսինքն մոտ 10%-ի ջրամատակարարման պակաս ունենք։ Իրանի օդի ու ջրի խնդիրը նաև մեզ կարող է հասնել։ Ջրային ռեսուրսների պակասից ոչնչանում են կանաչ տարածությունները։ Սա էլ հանգեցնում է օդի խոնավության նվազման։ Փորձագետներն ասում են, չոր ու փոշոտ օդը շուտով նաև Հայաստան կհասնի։ Ի դեպ, այս սեպտեմբերին վերջնականապես չորացել էր հայկական բարձրավանդակի եզրին գտնվող խոշորագույն լիճը Ուրմիան, իսկ լճի հիմքը վերածվել էր աղի ծածկույթի։ Անի Հովհաննիսյան, Լևոն Ոսկանյան, Reopen Media։